Ուսումնադաստիարակչական աշխատանքները մենք պլանավորում ենք ուսումնական պլանով եւ որոշակի մասը մենք պլանավորում ենք մեր ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանով։ Ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանով մենք նախատեսում ենք նաև որոշակի վերահսկողական աշխատանքներ եւ այսօր ուզում եմ որ խոսենք դրա մասին։ Այսպիսով, ուսումնադաստիարակչական աշխատանքները դպրոցում հիմնականում 4 ձևի են լինում, բայց քանի որ խոսքը տարեկան աշխատանքային պլանի կոնտեքստում է, դրա համար այստեղ ներառել եմ միայն այն աշխատանքները, որոնք ընդգրկվում են տարեկան աշխատանքային պլանի մեջ։ Այսպիսով, տարեկան աշխատանքային պլանի մեջ ընդգրկվում են միջոցառումները, որոնք ուսումնադաստիարակչական աշխատանքներ են, սեմինարները եւ ներդպրոցական վերահսկողությունը։ Եվ մենք ունենք նաև մեծ չափի ուսումնադաստիարակչական աշխատանքներ, ինչպես ասեցի, որ կազմակերպվում են ուսումնական պլանով, առարկայական ծրագրերին եւ չափորոշիչներին համապատասխան, դրանք արդեն տարեկան պլանով կազմակերպելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ ընդհանուր հանրակրթության մասին օրենքով եւ չափորոշիչով սահմանված գործառույթներ են։ Հիմա ես ուզում եմ ներկայացնեմ ինչ է ներդպրոցական վերահսկողությունը եւ ինչու է այն վերաբերում ինչպես միջոցառումներին ու սեմինարներին, այսպես էլ չափորոշիչով եւ ուսումնական պլանով սահմանված աշխատանքներին, որոնք տարեկան պլանով նկարագրված չեն։ Ներդպրոցական վերահսկողությունը ուսումնական հաստատության ներսում իրականացող շարունակական տվյալահեն պլանավորված գործընթաց է։ Սա շատ կարևոր է։ Ինքը անընդհատ շարունակվող process է, հիմնված է տվյալների վրա եւ պլանավորված գործընթաց է, այն էսրոպեական չի, դու չես կարող, այսինքն կարող ես, բայց որակդ կլինի շատ ցածր, եթե հենց հիմա որոշես ու գնաս ինչ-որ ներդպրոցական վերահսկողության գործընթաց իրականացնել։ Դրա համար պետքա պլանավորված լինի, դու իմանաս ինչու է այդ ներդպրոցական վերահսկողությունը իրականացնում հոկտեմբերին եւ ոչ թե նոյեմբերին եւ ոչ թե սեպտեմբերին։ Սա շատ կարևոր է պլանավորման իմաստով եւ եկեք շարունակենք, որ եւ այդ ուրեմն գործընթացի նպատակն է ապահովել ուսման որակը, հայտնաբերել առկա խնդիրները եւ նախաձեռնել դրանց լուծման ուղղված աշխատանքները, աջակցել ուսուցիչների մասնագիտական զարգացմանը եւ ապահովել դպրոցի կրթական ծրագրերի իրականացումը պետական չափորոշիչի պահանջներին համապատասխան, այսինքն այս է որ ուսումնական պլանով նախատեսված է եւ դպրոցն իրականացնում է, հետո պարզվում է, որ չի իրականացվում չափորոշիչի պահանջներին համապատասխան եւ ներդպրոցական վերահսկողության միջոցով դա հայտնաբերվում է, հետո միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի այդ աշխատանքներն իրականացվեն պատշաճ ձևով եւ ապահովի բավարար կրթության որակ։ Ուսումնադաստիարակչական աշխատանքների օրինակ եմ ձեզ ներկայացնում, իրական օրինակ է, վերցրել եմ EMIS-ից, մեր դպրոցներից մեկի պլանավորված աշխատանքները նոյեմբեր ամսվա ընթացքում, ոչինչ չեմ պակասեցրել կամ ավելացրել, ուղղակի բերել եմ եւ ոչ անվանական այդ հարցը չենք քննարկում, հիմա ուղղակի դրույթները նայենք, տեսեք, ես ուզում եմ ներկայացնեմ ձեզ հիմնական խնդիրները, այսպիսով իրականացնել մայրենի հայրենի գրականություն առարկաների դասական որակի ուսումնասիրություն, երկուարյա ուսուցման կազմակերպում։ Սա ինչ աշխատանքներ են։ Մեծ հաշվով SH-ի վրա գրված բոլոր աշխատանքները ներդպրոցական վերահսկողության աշխատանքներ են, բայց չի ձևակերպված պատշաճ ձևով։ Այսպիսով, առաջի կետը իրականացնել մայրենի եւ գրականություն առարկաների դասական որակի ուսումնասիրություն առաջարկում են փոխել այս ձևակերպումով։ Իրականացնել մայրենի հայրենի գրականություն առարկաների դասական որակի ուսումնասիրություն երկրորդից 6-րդ դասարանում։ Տարբերությունը երևի զգացիք։ Հիմա երկուարյա ուսուցման կազմակերպում։ Երկուարյա ուսուցումը կազմակերպվում է սահմանված աշխատակարգով, որը ուրեմն կանոնակարգերով ձևակերպված է եւ այստեղ մենք պետք է ասենք, որ ինչպես ենք ուսումնասիրելու այդ process-ը, այսինքն իրականացնել երկուարյա ուսուցման կազմակերպման որակի ուսումնասիրություն տարրական դասարաններում կամ
Ուրեմն մենք ունեինք հաճախումների, բացողած ժամերի եւ այլնի գործընթաց, որը ես կարմիրով եմ նշել, իրականացնել պլանավորված աշխատանքի կատարման հաճախումների ուսուցիչների բացողած ժամերի հաշվառման, դրանց փոխարինման եւ այլն գործընթաց էլեկտրոնային մատյանում սա որոշակի գործընթաց է, որի վերահսկողությունը մի զգալի մասով ուրեմն չի վերաբերում ներդպրոցական վերահսկողությանը, ավելի ադմինիստրատիվ գործընթաց է, բացի ուրեմն մատյանների ստուգումը։ Հետևաբար, եթե աշխատանք ենք պլանավորում, ուրեմն նույն ձևի պետք է գրենք, ոնց որ երկարօրյայի համար իրականացնել էլեկտրոնային մատյանների ստուգումը դպրոցում։ Եվ վերջինը դիտարկել վերջնարդյունքների զարգացումը դպրոցում, առաջարկում եմ փոխարինել գնահատել վերջնարդյունքների զարգացումը տարրական դպրոցում 2-րդ, 3-րդ, 4-րդ դասարաններում։ Հաջորդ խումբը նախագծային ուսուցման աշխատանքների մշտադիտարկում։ Նախագծային ուսուցման աշխատանքների կազմակերպման մշտադիտարկում 7-ից 9-րդ դասարան։ Սա կոնկրետացնում է, հստակեցնում եւ մենք հասկանում ենք, թե որտեղ ինչ գործողություն ենք ցանկանում իրականացնել։ Հայցլեզու գրականություն բնագավառի ուսումնական առարկաներից դասարանման որակի ուսումնասիրություն 7-ից 9-րդ դասարաններում եւ գրավոր աշխատանքների վերաբերյալ գրավոր աշխատանքների արդյունքների վերլուծություն, առարկաների դասարանման եւ սորողների ուսումնառության առկա խնդիրների բացահայտում, դրանց ուղղությամբ աշխատանքների պլանավորում։ Սա ուրեմն կարա վերաբերի օրինակ երկրորդ կետին, դուք այստեղ տեսնում եք, երկրորդ կետում մենք ունենք որոշակի աշխատանք հայոց լեզու եւ գրականություն բնագավառի առարկաների հետ եւ կարա վերաբերի դրան, այսինքն գրավոր աշխատանքների արդյունքների վերլուծությունը եւ այլն մտնում է բուն ներդպրոցական վերահսկողության կոնկրետ գործընթաց։ Եթե մենք օրինակ հայոց լեզվի դասավանդման որակն ենք ստուգում, մենք գրավորներ էլ կտանք, հետո գնավորները գնահատենք, կվերլուծենք եւ այլն։ Այսինքն այս կարմիր գույնով գրած աշխատանքը այս երկրորդ ներդպրոցական վերահսկողության ուրեմն որոշակի գործընթացներն, ընթացիկ գործընթացներն, դրա համար այսպիսի աշխատանք առաջարկում եմ անորոշ ձևով չգրել, այլ գրել ինչ ենք ուսումնասիրում եւ դրա բովանդակության մեջ անպայման գրավոր ունենք տալու եւ այստեղ ուղղակի հին ձևակերպումները ձեզ չկարդամ, միանգամից դպրոցի դժվար դաստիարակող հաճախակի բացակայող սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպման որակի ուսումնասիրություն։ Այդ բոլոր բաները կազմակերպում են ուսուցիչները, դասղեկները իրենց դասի ընթացքում, դասղեկը իր դասղեկական ժամերի ընթացքում։ Մենք պետք է նայենք իրանք ինչպես են դա իրականացնում, լավ են անում, արդյունավետ անում են, թե չեն անում։ Հաջորդը ուրեմն խմբակների ուսումնական նախագծերի երկարօրյա պարապմունքների վերահսկողության կազմակերպում 5-ից 9-րդ դասարաններում։ Սա նույնպես օրինակ խմբակը նախագիծ ամեն ինչ անում են, մնում է որ դպրոցի տնօրինությունը հետևի այդ process-ին, ուսումնասիրի, հայտնաբերի խնդիրները եւ միջոցներ ձեռնարկի այդ խնդիրները կարգավորելու համար։ Հիշում եք սահմանումը ներդպրոցական վերահսկողության։ Եթե մենք վերլուծում ենք պլանավորած աշխատանքը դպրոցի ներդպրոցական վերահսկողության դպրոցի ուրեմն ուսումնադաստիարակչական աշխատանքները, մենք նոյեմբեր ամսի համար տեսնում ենք, որ մենք միջոցառում չունենք նոյեմբեր ամսին, սեմինար չունենք նոյեմբեր ամսին եւ ունենք 7 ներդպրոցական վերահսկողություն, 7 վերահսկողություն։ Արդյունավետ է կազմակերպել առավելագույնը 3 ներդպրոցական վերահսկողություն, որտեղ յուրաքանչյուր վերահսկողություն ենթադրում է որոշակի թվով դասալսումներ, եթե մի դասարանի կտրվածքով ենք նայում, մի ուսուցչի մոտ ամեն վերահսկողություն առնվազն 3 դասալսում է նախատեսում, 7 անգամ 3 21 դասալսում միայն մի մարդու կողմից մի ամսվա ընթացքում ուսմասվար կա, տնօրեն, մեթոդ միավորման նախագահներ, սրանք բավականին մեծ ծանրաբեռնվածություն էր դպրոցը վերցրել է իր վրա եւ ամենայն հավանականությամբ կանի ոչ արդյունավետ, մակերեսորեն, քիչ դասալսումներով, դրա համար պետք է վերանայել այս կարգի պլանները եւ անպայման միջոցառումներ ու սեմինարներ նախատեսել նոյեմբեր ամսվա համար, բայց արդեն ոչ թե հետին թվով, այլ ուրեմն ապագայի համար այս ամեն ինչը նկատի ունենալ։ Հիմա
Եթե մենք մաքրագրում ենք, այսինքն այս նոր ձևակերպումներով գրում ենք այն 7 աշխատանքը, որ մենք նախատեսել ենք նոյեմբեր ամսվա ընթացքում, հիմա պետք է կատարենք աշխատանքի բաժանում։ Հրավիրում ենք խորհրդակցություն, մասնակցում են տնօրենը, տնօրենի տեղակալները եւ մեթոդմիարման նախագահները եւ որոշում ենք, օրինակ, Մայրենի այս լեզու գրականություն առարկաների որակի ուսումնասիրություն երկրորդ 6-րդ դասարաններում կատարող տնօրենի տեղակալ, այսինքն, բայց ոչ թե մեթոդ միավորման նախագահ։ Մեթոդ միավորման նախագահը կարող է մասնակցել այդ գործընթացին, բայց կատարողը տնօրենի տեղակալն է, որտեղ վերահսկողություն իրականացնող հիմքը, այսինքն այդ պարտականությունը դրված է տնօրենի վրա։ Տնօրենի տեղակալը ունի դասարանների հետ աշխատանքի որոշակի մասի վերաբերյալ նույն ֆունկցիաները, ինչ որ տնօրենը, այսինքն այս գործընթացում տնօրենի տեղակալը նույնպես դիտարկվում է որպես տնօրեն։ Այսինքն տնօրենը եւ տնօրենի տեղակալը կարող է հանդես գալ որպես վերահսկող։ Մեթոդ միավորման նախագահը ոչ։ Իրանք մեթոդական օժանդակություն ցուցաբերող մարմիններ են եւ կարող են այս գործընթացին մասնակցել որպես փորձագետներ, այսինքն դասալսումներ անել, ծրագիրը ուսումնասիրել, ներկայացնել մեթոդական աջակցություն եւ ուրեմն մեթոդական խորհուրդներ։ Այդ իմաստով, ուրեմն, այս բոլոր կատարողների մեջ կամ պետքա լինի տնօրենի տեղակալ անուն ազգանուն, կամ տնօրեն անուն ազգանուն, կամ կարող է գործընթացը լինի այնպես, որ հենց երկուսն էլ այդ գործընթացը վերահսկեն։ Հիմա դուք տեսնում եք, թե ինչ մեծ ծանրաբեռնվածություն է դպրոցը իր վրա վերցրել այս 7 աշխատանքների վերահսկողությունը կազմակերպելու առումով, որը բավականին բարդ է եւ առաջարկում եմ անպայման վերանայել։ Մյուս բոլոր կետերի վերաբերյալ կատարվում է աշխատանքի բաշխում եւ դրվում են ժամանակ։ Այսինքն այս աշխատանքը իրականացվելու այնտեղ տարեկան պլանում ժամկետները կա, դուք այդ ժամկետներին համապատասխան կամ կարող եք այդ ընթացքում խորհրդակցության ժամանակ այդ ժամկետների մեջ փոփոխություն մտցնել եւ իրականացնել այս աշխատանքները շաբաթը մի անգամ, ցանկալի է շաբաթը մի անգամ, օրինակ ուրբաթ օրը աշխատանքից հետո, ուսումնական process-ից հետո տնօրենը իր ամբողջ աշխատանքային խմբով հավաքվում են եւ քննարկում են, ինչ փուլում են, ինչ են արել, ինչ հաջողություններ են նկատել, ինչ դժվարություններ են ունեցել եւ որ ընթացիկ կարողանան այդ աշխատանքները կազմակերպել։ Ձեզ բոլորիդ կոչ եմ անում այդ աշխատանքները կազմակերպելու արդյունքում պատշաճ ձևով այդ աշխատանքները ուրեմն ներկայացնել, հավաքել անհրաժեշտ նյութերը, բոլոր արձանագրությունները, դասալսումների ուրեմն նյութերը դրանք համախմբել, որպեսզի ամսվա վերջում նոյեմբերի մեթոդ միավորման նիստի ժամանակ կամ դեկտեմբերի մեթոդ միավորման նիստին դեկտեմբերի աշխատանքների մասով այդ բոլոր բաները քննարկեք, արձանագրեք, որքան հնարավոր է մանրամասն, որպեսզի հետո դպրոցի տնօրենը կարողանա դրա հիման վրա որոշումներ կայացնել եւ ձևավորել մանկավարժական խորհրդի օրակարգը, որի մասին ես ձեզ կպատմեմ հաջորդ տեսանյութի մեջ։